Ընկեր Դավթյանը մեզ դասավանդում է միայն հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Մեզ դասավանդել է դեկտեմբերից, բայց ես էլի եմ ասում, լավ մասնագետ է, բայց ինքը չի կարող անի այն, ինչ անում է սովորական մեր մշտական ուսուցիչները։ Ասեմ մի քանի փաստեր, որ եղել է մեր մոտ, ընկեր Դավթյանը գալիս է մեր մոտ ու ասում է, որ մենք քրիստոնյա չենք։ Հարցում է դուք քրիստոնյա եք, ասում ենք այո, ասում է ես չեմ հավատում, դուք 50-ական եք։ Առաջին դասին ասել է, որ մենք 50-ական ենք, հարցրել են պատուհանի մոտի նստող աշակերտը 50-ական է, իսկ երկրորդ դասին որ եկել է, հերքել է, որ ինքը նման բան չի ասել ու ասել է, որ 50-ականները վատ մարդիկ են։ Ինքը որ գնացել էր դպրոցից 2 շաբաթով, հետո վերադարձավ ու մեզ ասեց, որ մենք դաս պետք է պատմենք, բայց այդ 2 շաբաթվա ընթացքում մենք ընդհանրապես դաս չէինք արել։ Ու մենք ասացինք, որովհետև ասեց ինձ դավադրաբար հեռացրել են, ես գիտեմ, որ վերևներից գալիս է հրամանը, որ դուք իրադու լարվեք իմ դեմ ու ինձ հեռացնեք դպրոցից։ Մենք այդտեղ ասացինք, որ մենք էլ մեղք չունենք, որ մենք այդ դասը չենք արել։ Ու ինքը ասեց, որ կապ չունի։ Ինքը ստեղ կանգնած ձեզ մոտ ասեց, որ ինքը փորձում է խրախուսի աշակերտներին, բայց այդ իր ասած խրախուսանքը չի։ Մենք ունենք դասարանում թույլ սովորող աշակերտներ, որոնք առաջին դասարանից մինչև 9-րդ դասարան շատ վատ են սովորել ու ասենց ասած այբուբենը գիտեն մենակ ու նորմալ կարդալ։ Իսկ իր խրախուսանքը նրանում է կայանում, որ ինքը աշակերտին կանչում է այսքան տեքստ է տալիս կարդալ ու 9 է նշանակում։ Ինքը 3-4 ստացող աշակերտին նշանակում է 9։ Իսկ ես, որ եղել եմ 4 տարի գերազանցիկ ու հիմա էլ դասանում հարվածային եմ, ինքը ինձ կարող է նշանակի 6-7։ Այդ ինքը որ գրքեր եմ տալիս, ինքը տենց չի։ Ինքը մենակ փորձում է ծույլ աշակերտին բարձր գնահատելով փորձի խրախուսի։